ԱՄՆ նախագահի տեղակալ J.D. Vance-ի Հայաստան այցի վերաբերյալ հայ ժողովրդին մի քանի բան հիշեցնեմ։ Նախ ԱՄՆ նախագահի տեղակալին ասենք բարի գալուստ Հայաստան։ Բայց քանի որ գիտեմ, որ այս այցը իշխանամերձ քարոզիչները, շատ այլ ծաղրածուներ եւ հենց իշխանությունները թանկով փորձելու են այս այցը ծախել ժողովրդի վրա, առ այն, որ տեսեք մեզ ինչքան են կարևորում, մեր խնդիրներին լուրջ լուծումներ են տրվելու անվտանգային առումով, հիշեցնեմ, որ սեպտեմբերին 2022 թվականի 18-20 այց է կատարել Հայաստանի Հանրապետություն Ամերիկայի երրորդ պաշտոնյան, այսինքն Նենսի Փելոսին, որը այդ ժամանակ զբաղեցնում էր House of Representatives, այսինքն ներկայացուցիչների պալատի կոնգրեսի ղեկավարն էր, որը պաշտոնով երրորդն է ԱՄՆ-ում համարվում, այսինքն նախագահն է, նախագահի տեղակալը համարվում է Սենատի ղեկավարը և Նենսի Փելոսին էլ կոնգրեսի ղեկավարն էր, այսինքն իրենց օրենսդիր պալատի, ստորին պալատի ղեկավարը, որը շատ կարևոր և ծանրակշիռ պաշտոն է։ Նրա այցից ընդամենը մի քանի օր առաջ, ամսի 13-ին 15-ին Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, գրավում նոր տարածքներ, հարյուրավոր Հայաստանը զոհեր է ունենում, 2 տասնյակից ավել մարդ են գերեվարում ադրբեջանցիները, իսկ այցերը, քանի որ ժողովուրդ ջան դուք գիտեք, որ պլանավորվում են տասնյակ օրեր, նույնիսկ ամիսներ առաջ, Ադրբեջանը քաջատեղյակ էր այդ այցի մասին, բայց դա նրան չի զսպում այդ հարձակումը կազմակերպելու, այդ ագրեսիան իրականացնելու։ Դրան էլ չասեմ դրան ինչ է հաջորդում։ Դրան հաջորդում է, որ Փաշինյանը գնում է Պրագայում հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում, դրանից ոգևորված ադրբեջանցիները կեղծ էկոակտիվիստներ են ուղարկում, իրականում հատուկ ծառայություններ հիմնականում ներգրաված և փակում են դեպի Արցախ ճանապարհը Լաչինի Միջանցքը, տևում է ամիսներ, քայքայում են ժողովրդին, հոգեբանական ճնշվածության ենթարկում և հետո պայմանավորվածություններ գալով Ադրբեջանը, քանի որ Փաշինյանը հրաժարվել էր Արցախից, արդեն ռուսների հետ պայմանավորության գալով հայաթափում են Արցախը։ Սա նշանակում է, սա ինչի համար եմ ասում, որ ժողովուրդ ջան, այս այցերը ընդամենը այդ պետությունների շահերը տարածաշրջանում սպասարկելու համար են, այլ ոչ մեր հայկական շահեր։ Ես շարունակաբար կրկնում եմ և հիշեցնում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի որևէ պաշտոնյա, ոչ երկրի նախագահ, ոչ էլ վարչապետ, ոչ էլ այլ մեկը, որ հայկական շահեր է սպասարկում, սա մի մոռացեք և հիշեք, և էական չէ, թե Հայաստան ով է այց կատարում, նույնիսկ եթե Թրամփ այդ այցը կատարի, դա մեզ որևէ աղետից հետ չի պահելու, քանի որ մենք այս պահին արդեն տարիներ շարունակ չունենք հայկական շահեր սպասարկող իշխանություններ։ Լավ եղեք, լավ օր բոլորիդ, մի տրվեք ստերի և մանիպուլյացիաների, լավ եղեք ժողովուրդ ջան։